Ձեր երեխան երկար ժամանակ մարզվում է, չկան հաջողություններ, առաջընթաց, երեխան մոտիվացված չէ, ուրեմն այս թեման հենց ձեր համար է։ Մինչ ես կշարունակեմ, պահպանեք այս ռիլը, միգուցե վերջին անգամ եք ինձ տեսնում։ Իմ մարզչական գործունեության մեջ շատ երկար ժամանակ է, ինչ ես այս երևույթին մեծ ուշադրություն եմ դարձնում, եւ այն մեր ակումբի զարգացման հիմնաքարերից մեկն է։ Այսօրվա թեման մարզիչ, ծնող, աշակերտ, եռակողմ հարաբերությունների եւ այդ կարևոր օղակի ճիշտ գործունեության մասին է։ Այս հարաբերություններում որևիցե մեկի թերացումը բերում է այս օղակի անջատմանը եւ անհաջողությանը։ Եվ որ ամենակարևորն է, ամեն մի օղակ պետք է կատարի իր գործը, չխառնվելով մյուսի աշխատանքին։ Սպորտում մարզիչ, ծնող, աշակերտ, եռյակի ներդաշնակությունն առանցքային նշանակություն ունի երեխայի հաջողության համար։ Այս թեման ներկայացնելու համար կարևոր է ընդգծել յուրաքանչյուրի դերը, պատասխանատվությունը եւ փոխկապակցվածությունը։ Որն է մարզիչի դերը։ Մարզիչը ոչ միայն տեխնիկական գիտելիքներ է փոխանցում, այլև դաստիարակչական դեր ունի։ Նա պետք է ոգեշնչի եւ կերտի աշակերտի հոգեբանական դիմադրողականությունը։ Պարտավոր է աշխատել ծնողի հետ, բացատրել մարզական ուղու դժվարությունները։ Ինչ պետք է անի ծնողը։ Ծնողը պետք է լինի աջակցող, ոչ թե ճնշող։ Պետք է հասկանա, որ մարզիչը գիտի ինչպես ճիշտ զարգացնել երեխային։ Պետք է կենտրոնանա երեխայի առաջընթացի վրա, ոչ թե միայն հաղթանակների։ Աշակերտի դերը պետք է լինի պատասխանատու եւ հասկանա, որ մարզումը թիմային աշխատանք է։ Պետք է վստահի մարզիչին եւ ընդունի դիտողությունը որպես աճի հնարավորություն։ Պետք է զգա, որ ծնողը ոչ թե լրացուցիչ լարվածություն է ստեղծում, այլ աջակցում է։